Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ենթադրաբար աղա Նաբեղա Երնջակյանը Նաթան արքեպիսկոպոսի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե այն երբ է արվել, ում կողմից եւ ինչպես է հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում։ Եթե պարզվի, որ ձայնագրությունն իրական է, ապա ստացվում է, որ բարձրաստիճան հոգեվորականին գաղտնալսել են եւ հայտնի չէ դատարանի թույլտվությամբ, թե ոչ։ Իշխանական լրատվամիջոցներում տարածված ձայնագրությանը ժամերից արձագանքեց Մայրաթորը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք հարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, որ համացանցում տարածված ձայնագրությունը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա։ Խոսքը Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական վարույթի մասին է։ Կալանավորված Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար ծառայողական լիազորությունները օգտագործելով։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Վերադասի։ Արագածոտնի թեմի քահանաներից Տեր Արամը անցած ամիս հանրայինին տված հարցազրույցում հիշել էր 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պնդելով, թե 2021-ին Վերադասը ստիպել է իրեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Այս հայտարարությունից հետո հենց հաջորդ օրը իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոնիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Մեկ ամիս անց արդեն հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի 1 տասնյակից ավելի քահանաներ ու թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, ով ի դեպ կաթողիկոսի քրոջ որդին է։ Ցուցակները կազմվել ամեն անգամ 3 հոգի գնալու ու այդպես 3-3 գնացել են։ Այդ ժամանակ դուք ընդվզել եք կամ ասել եք, որ համաձայնք եք դրա հետ։ Մենք քահանաների մեծ մասը միշտ էլ նեղվել է այդ թեմայից։ Բայց քանի որ բայց չենք բարձրաձայնում, ինչու որովհետև հետևանքների մասին գիտեինք։ Ի դեպ այս քրեական վարույթի շրջանակներում ցուցմունքներ են տվել հոգեվորականներ, որոնց մեջ է նաև Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամը։ Ընդ որում, եթե հոկտեմբերի 15-ին Ազատության հետ զրույցում Տեր Արամը պնդում էր, որ քննչական կամ դատախազություն չի գնացել, իրավապահների թեմայի մեջ չկա, ապա արդեն հաջորդ օրը TV5-ի հետ զրույցում խոստովանեց, հարցաքննվել է։ Դուք քննչական հրավիրվել եք։ Տեսեք, ես քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկին չի զանգել, դատախազություն չեմ գնացել, չկամ ես իրավապահների թեմայի մեջ։ Ցուցմունք տվել եք Սրբազանի եւ քահանայի։ Հստակ հարցեր են տվել, որ ես պետքա հակամ չասեի։ Ես էլ չեմ խաբել, որովհետեւ հոգեվորականին հարց չի ստելն ու խաբել է։ Բայց ամեն դեպքում հարցաքննություն եղել է։ Բարձրաստիճան հոգեվորականներին առնչվող քրեական գործերը ակտիվացան ամենայն հայոց կաթողիկոսին վեհարանից հանելու վարչապետ Փաշինյանի նախաձեռնած արշավից հետո։ Այս պահին արդեն կալանավորված է 3 սրբազան։ Արդյոք Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական գործում կան քաղաքական շարժառիթներ։ Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ում հաղորդման վրա էլ գործը հարուցվել է, ասում է, որ որոշ դրվագների մասով միգուցե կարելի է նման պնդում անել։ Խոսքն այս դեպքում բերման ենթարկված քահանաների եւ Մկրտիչ Սրբազանի քրեա դատավարական իրավունքների խախտումներին է վերաբերում։ Բերման ենթարկվելուց հետո Սրբազանի, ինչպես նաև Արագածոտնի թեմի 4 հոգեվորականների գտնվելու վայրը քննչական կոմիտեն գրեթե ողջ օրվա ընթացքում գաղտնի պահեց։ Փաստաբանները նրանց պահման վայրի մասին տեղեկացան Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ։ Կոմիտեն նաև ժամեր շարունակ արգելեց փաստաբաններին տեսակցել իրենց պաշտպանյալներին։ Կոնկրետ այս գործի հետ կապված տեսնում եք քաղաքական այս գործի հետ կապված ինչ որ առանձին դետալներ միգուցե, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այս գործը քաղաքական մոտիվացված է, չէ, որովհետև կներեք հանցագործության մասին հաղորդումը կա եւ նույնիսկ հայ առաքելական եկեղեցին ինձ թվում է տենց հստակ ու աներկբա չի Իսկ առանձին դետալները Իսկ այդ առանձին դետալներում որ դետալներ մեկ տեսնում այդ քաղաքական մոտիվացվածությունը հետաքրքիր է։ Առանձին դետալները օրինակ չգիտեմ, եթե ընդդիմության ներկայացուցիչներ, իշխանության ներկայացուցիչներ օրինակ փաստաբանի իր իրավունքը կսահմանափակվեր, թե չէ։
Կարծում եմ, որ չէ։ Դանիել Յունիսյանն ով վերջին օրերին հայտնվել է սուր քննադատության տակ, նրան մեղադրում են իշխանությունների հրահանգով գործ տալու մեջ, հակադարձում է ընտրական խախտումների մասին իրենք մշտապես են հաղորդումներ ներկայացրել, այդ թվում իշխանությունների դեմ։ Ինչու այդ դեպքում Իոաննիսյանը կրկին օպերատիվ կերպով հանցագործության մասին հաղորդումներ չներկայացրեց իրավապահներին, երբ խախտվում էին 1 տասնյակից ավելի հոգևորականների իրավունքները։ Դանիել Իոաննիսյանն ասում է, թե նմանատիպ հարցերով չեն զբաղվում, իրենց ուշադրության կենտրոնում ընտրական խախտումներն են։ Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Իոաննիսյանին հարց էր տվել, թե երբ նա հաղորդում է ներկայացնում հոգևորականների դեմ, չի հետևում այդ հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին։ Դա մեր տիրույթում չի։ Եթե հանցագործություն է տեղի ունեցել, եթե օրենք է խախտվել, էական է թե որ Ես ճիշտ եմ հասկանում, որ Ժաննա Ալեքսանյանը ինձ մեղադրում է, որ ես հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացնում մի բանի համար, որի համար ինքն էլ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում։ Այդ ի՞նչ է, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մենաշնորհն է իմը։